Եկեղեցական հայտարարություններ։ Ամեն երկուշաբթի ժամը 17-ից 18-ը եկեղեցու աղոթքի դահլիճում տեղի է ունենում մայրերի աղոթք ծառայությունը։ Սիրելի մայրեր, քույրեր եւ կանայք, եկեք միաբան բարեխոսենք եւ աղոթք բարձրացնենք առ Աստված ձեր շրջապատում գտնվող խաղամոլության, թմրամոլության, հարբեցողության ճիրաններում հայտնվածների եւ բանտարկյալների համար։ Վերականգնողական կենտրոնի աղոթք հավաքույթը տեղի է ունենում յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 18-ին։ Յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 20-ին տղամարդկանց հավաքույթ աղոթքի դահլիճում։ Ամեն չորեքշաբթի ժամը 18-ին տեղի է ունենում ոսկե սերունդ հավաքույթը, որը նախատեսված է 60 եւ ավելի տարիքի մարդկանց համար։ Չորեքշաբթի ժամը 18:30-ին եկեք միաբանվենք զինվոր ծնող ծառայության աղոթքներին, մեր երկրի խաղաղության եւ մեր զինվորների պաշտպանության համար։ Յուրաքանչյուր ուրբաթ օր ժամը 18-ին ընդհանուր եկեղեցական աղոթք։ Եկեք միասին աղոթենք եւ բարեխոսենք մեր եկեղեցու եւ երկրի խաղաղության համար։ Իսկ 19:30-ին եկեղեցու աղոթքի դահլիճում տեղի է ունենում ազատագրման ծառայություն։ Սիրելի պատանիներ, ամեն շաբաթ ժամը 18-ին եկեղեցու աղոթքի դահլիճում տեղի է ունենում պատանեկան ծառայություն։ Ավետարանչական ծառայության աղոթքին կարող եք մասնակցել յուրաքանչյուր կիրակի առավոտյան ժամը 10-ին աղոթքի դահլիճում։ Յուրաքանչյուր երեքշաբթիից ուրբաթ հովվական անհատական խորհրդատվություն։ Գրանցման եւ մանրամասների համար ծառայության վերջում մոտեցեք տեղեկատվական բաժին։ Սիրելի եկեղեցի, հունվարի 17-ին ժամը 18-ին եւ հունվարի 18-ին ժամը 12-ին Երևանի կյանքի խոսք եկեղեցում Աստծո խոսքով կծառայի Գոռ Մեխակյանը։ Կունենանք հրաշալի եկեղեցական հավաքույթ, այնպես որ հրավիրեք նաեւ ձեր հարազատներին եւ ընկերներին։ 2026 թվականը սկսվեց Սուրբ Ծննդյան հրաշալի տոնակատարությամբ։ Ունեցանք հզոր փառաբանություն։ Վայելեցինք մշակույթի դպրոցի սաների գեղեցիկ երաժշտական կատարումը։ Լսեցինք զորացնող ուղերձ եւ դիտեցինք Աստծո պատասխանը անիմացիոն եւ խաղարկային ներկայացումը, որն ամբողջությամբ հեղինակային աշխատանք է։ Ներկայացումը բացահայտում է Հիսուս Քրիստոսի փառավոր ծնունդի իրական խորհուրդն ու կարևորությունը։ Ներկայացումը կարող եք դիտել եկեղեցու YouTube-յան ալիքով։ Փառք Աստծուն ստեղծագործական ամբողջ խմբի համար, ովքեր ոչ մի ջանք չխնայեցին այս գաղափարը կյանքի կոչելու համար։ Շաբաթը լի է աղոթքներով եւ հավաքույթներով, այնպես որ հետևեք մեզ մեր սոցիալական հարթակներում, որպեսզի ոչինչ բաց չթողնեք։